Ողջունում եմ սիրելի իմ հայ ժողովուրդ, իմ հաղթանակած ժողովուրդ։ Շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ։ Իհարկե մեկ շաբաթ առաջ գիտեինք այս մասին բոլորս, պարզապես պաշտոնապես այսօր էր հայտարարվելու։ Ընտրողների քանակը, տոկոսային հարաբերությունները եւ այլն մանրամասը կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հայտարարեց, հռչակեց եւ որի կապակցությամբ շնորհավորում եմ մեզ բոլորիս։ Իհարկե կասկածներ չկար, մենք գիտեինք, որ հաղթելու ենք, մեր գործն արդար է, բայց դա ուզում էինք պաշտոնապես հայտարարվեր, պաշտոնապես հռչակվեր, եւ որը եւ այսօր տեղի ունեցավ։ Ուրեմն, գիտեք ինչ, իմ ուրախությունն եմ ուզում ձեզ հետ կիսել։ Սա մի նոր հաղթանակ էր, նոր տեսակի հաղթանակ էր ազգիս կողմից։ Ոչ թե թվային, ոչ թե վիճակագրական, այլ սա ես կանվանեի նորագույն Հայաստանի հաղթանակ, այն առումով, որ մենք նոր տեսակի ժողովուրդ հռչակվեցինք արդար։ Եվ գիտեք սիրտս ինչից է ցնծում շատ, որ մենք մեծամասնությունը իմ ազգի, իմ սիրելի ժողովրդի անկաշառ գտնվեց։ Այս է մեր մեծագույն հաղթանակը, որ ունենալով նման գայթակղություններ, մեզանից ցանկացածը կարող էր օգտվել այդ հնարավորությունից, որովհետև կարելի է ասել, այդ կաշառքը թափված էր ամենտեղ եւ ամեն անկյունում, բայց մեծամասնությունը իմ ժողովրդի չգնաց այդ ուղղությամբ։ Իմ ժողովուրդը ընտրեց անկաշառ տեսակը։ Այս է ինձ ուղղակի հրճվանք պատճառում, որովհետև ցավոք սրտի ունեցանք եւ այնպիսիները, որոնք գնացին այդ սխալ քայլին, բայց ուզում եմ ասեմ, որ արդար գործը անպարտելի է։ Եվ մենք այսօր ունենք նոր ժամանակների նոր տեսակի հայ։ Սրանից եմ ուրախանում, որովհետև գիտենք անցյալում ընտրություններ են եղել 95 թվականից եւ այլն շատ ալիքներով, շատ վերլուծաբաններ խոսում են այդ մասին, թե ինչպիսի ընտրություններ են եղել, կաշառված, ստիպված, պարտադրված եւ այլն։ Բայց մենք այդ ժամանակները հաղթահարեցինք եւ անցանք։ Այսօր նոր ժամանակներում ենք ապրում։ Արդար հաղթանակած Հայաստանում ենք ապրում։ Եվ ուզում եմ մի փոքր խոսել այս մասին, թե ինչու եղավ այսպես։ Ինչու եղավ այսպես, որ ժողովուրդը երկընտրանքի առջև կանգնեց։ Շատ ձեռնտու է մեծ երկրներին ունենալ ձեռքի տակ փոքր երկրներ, պետություններ, բայց այնքան ոչ թե տարածքով, բնակչության թվով, այլ աղքատ։ Մեծ տերություններին ձեռք է տալիս աղքատ պահել իր փոքր արբանյակ պետություններին, որովհետև աղքատ ժողովուրդը հեշտ են գնում կաշառքի, հեշտ են վերցնում կաշառք, որը մենք նախորդիվ ունեցել ենք օրինակներ, նախկին տարիներում վառապացույցներ էին դրանք, բայց այժմ ոչ միայն ֆինանսապես, ֆիզիկապես, այլ հոգեպես հարուստ է իմ ազգը, այստեղ է իմ ուրախությունը։ Մեզ ոչ մի գումարով հնարավոր չի այլևս գնել, եւ ուզում եմ հայտարարել պարոնայք ընդդիմադիրներ, իմ ժողովուրդը, իմ ազգը չի վաճառվում։ Իմ ազգը չի վաճառվում այլևս։ Իմ ազգը անգին է այլևս եւ չկա մի գին, որով կարելի է կաշառել իմ հային։ Եվ ես երկար տարիներ երազել եմ այս ժամանակները ապրել, երազել եմ այսպիսի միջավայր, այսպիսի ազգ, այսպիսի բնակչության մեջ ապրել, որովհետև ասել եմ, որ ես դրսում շատ եմ բնակվել, շատ եմ ապրել, բայց ուզել եմ իմ հայի տեսակը, այն գերագույն հայի տեսակը վայելել, որը ես այժմ անում եմ։ Ուրեմն տեսեք ինչ իրավիճակ ստեղծվեց։ Հավատացեք, որ ես վստահ եմ սրանում, որ մեր երաշխավոր, ճակերտներով երաշխավոր ողերին բարեկամ երկրի բարձրագույն էշելոնները իրապես տեղյակ չէին ինչ էր կատարվում Հայաստանում։ Իրական վիճակին անտեղյակ էին իրենք, որովհետև ներկայացնում էին սուտ, անգամ այնտեղ են ստել։ Գիտեք արդեն ովքեր, հա, եռագլուխը, որովհետև իրենց կայքերով, իրենց սոցիալական էջերով փոլեր էին անցկացնում, այսինքն վիճակագրություն էին անցկացնում,
որտեղ ցույց էին տալիս մի հեքիաթային թիվ հորինված, որ իրենց կուսակցությունները 72-60 քանի տոկոս են հավաքում, քաղաքացիական պայմանագիրը շատ ծիծաղելի ցածր թվեր։ Սա կեղծ սարքված փոլեր էին, հարցումներ էին սոցիալական, որը եւ ուղարկվում էին որպես հաշվետվություն ու երևներ, եւ այնտեղ այդպիսի կարծիք էլ ստեղծված էր։ Եվ դրա համար կանչվեց իրենց դեսպանը, մայրաքաղաք իրենց, որովհետեւ մեր ընտրության իրական պատկերը միանգամայն ուրիշ ստացվեց։ Եվ դրա համար այս շաբաթ ուղղակի լռություն էր այնտեղից տիրում, որովհետև իրենք էլ կոնֆուզի մեջ չէին հասկանում ինչպես կատարվեց, ինչ կատարվեց, որ այսպիսի պատկեր ստացվեց, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շատ մեծ տարբերությունով առաջ անցավ։ Հասկանում եք, սուտը սահմաններ չունի։ Եվ դա էր կատարվել, այնտեղ զեկուցել էին, որ իշխանություն ունեն այստեղ իրենք, հեղինակություն ունեն, իրենք ցույց էին տալիս աբսուրդային, այո, հանրահավաքներ կազմակերպում էին եւ քիչ մարդ չէին հավաքում, բայց մենք գիտենք ինչ ճանապարհով էին հավաքում։ Ինչպիսի մարդիկ էին այնտեղ, նույնիսկ մոտիկից ցույց տվեցին վերջին հանրահավաքները, որ բազմաթիվ հնդիկներ նույնիսկ կային, մասնակցում էին։ Այսինքն գլխականակ էին ներկայացնում, որպեսզի նկարեին եւ հաշվետվություն ուղարկեին։ Եվ այս ստի վրա կառուցված պատկերներ, որ միանգամայն նախատեսված չէր վերևների կողմից։ Բայց մենք այժմ ունենք այն հիանալի իրավիճակը, ինչ որ ունենք։ Եվ այսօր ուզում եմ ավարտեմ այս ուրախ լուրը, հաստատումը, սա նորություն չէր, նորից եմ ասում, բայց այսօր հաստատվեց նաև, որ եռագլուխներից մեկը պարզապես չտեղավորվեց ազգային ժողովում եւ քաղաքացիական պայմանագիրը բավականին արտոնյալ առավելությունով է մտնում ազգային ժողով, ճիշտ է սահմանադրական մեծամասնություն չհավաքեցինք, բայց դրան էլ կան ճանապարհներ եւ լուծումներ եւ մեր կառավարությունը պատրաստ է հաղթահարել ամեն նման խնդիրներ առաջացած։ Եվ բայց ցավոք մենք կունենանք նույն համարյա նույն ատիպ ազգային ժողովը, այսինքն ընդդիմություն չենք ունենա, կամ եթե ունենանք էլ պարզապես աշխատավարձ ստացող, բայց անգործության մատնված ընդդիմադիրներ, ցավոք սրտի այս անգամ էլ կունենանք։ Հույս ունեմ, որ խոստացվածի նման առաջնորդներ, որոշ առաջնորդներ կստանան իրենց համապատասխան արժանի պատիժը, կտեսնենք առաջիկայում եւ վստահ եմ, որ կտեսնենք, կունենանք նման իրավիճակներ, բայց նաեւ սպասենք տեսնենք հարևան պետությունը ինչպես կարձականքի, որը դեռ մինչև այսօր ոչ էլ շնորհավորել է։ Արդեն մեր վարչապետին, մեր ժողովրդին շնորհավորել են բազմաթիվ տասնյակ պետությունների առաջնորդներ, բայց ցավոք սրտի մեր երաշխավորը մեր ողերին բարեկամը դեռ չի շնորհավորել, որովհետև ինչ շնորհավորի։ Ուզում եմ մի փոքր համեմատություն կատարել, բոլորդ Կաշեի անհաղթի մուլտֆիլմը սովետական տեսել եք, կարծում եմ, հա, որտեղ էր Կաշեի անհաղթի հաղթությունը, մահը։ Ի փոքր ասեղ էր, հիշում եք նապաստակի մեջ, բադներ, բադի ձվի մեջ փոքր ասեղ էր, որը որ Կաշեի անհաղթի կյանքն էր։ Եվ այդ ասեղով, որպես նետ հարվածեցին, մի խոսքով եք գիտեք, հա։ Այ մեր Հայաստանի Սյունիքի ճանապարհը այդ երկրի համար այդ փոքր ասեղներ, այսինքն կյանքի կարևորագույն նշանակություններից մեկը, որտեղ իր հետագա իհարկե ոչ բարի եւ ոչ բարենպաստ Հայաստանի համար ծրագրերն էին ամփոփված, որը ձեռքից գնաց, չհաջողվեց։ Եվ թե դրա փոխարեն ինչ ունենք եւ ել ավելի ինչ ենք ունենալու մոտ ապագայում, դրա մասին հաջորդ տեսաուղերձումս կխոսեմ, շատ կարևոր տեսաուղերձ է լինելու, որովհետև նկարագրելու եմ թրիպի մասին եմ խոսելու եւ նկարագրելու եմ, թե իրենից ինչ է ներկայացնում, իհարկե դա գաղտնիք չի, շատ մեկնաբաններ, հաղորդումներ ներկայացնում են դրա մասին, բայց ուզում եմ մենք իրար հետ խոսենք մի քիչ այդ թեմայի շուրջ, թե ինչ է դա տալու Հայաստանին, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ստանում շատ մոտ ապագայում, այդ մասին հաջորդ ուղերձում համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ, գրկում եմ ձեզ, իմ հաղթանակած, իմ քաջ հայ ժողովուրդ, այստեղ է քաջությունը։
Քաջությունը այստեղ է, սիրելիներ, երբ որ մենք անկաշառ ենք։ Եվ ես հպարտանում եմ ձեզանով, համբուրում եմ ձեզ բոլորիդ։ Մինչ նոր հանդիպում։